Հիմա անցնենք աշխատատեղերի խոստումներին կամ, ինչպես ասում են, զավոդների հարցին։ 2018-ին Փաշինյանը գնաց Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարանի բացմանը։ Խոստացան 4.5 միլիոն դոլարի ներդրում, 80 աշխատատեղ։ Հույս տվեցին, որ կունենանք հայկական արտադրության Ադամյան հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան։ Ծափ տվեցին, ուրախացան։ Գնացին։ Այսօր այսպիսին է այս տարածքը։ Մարդ կա? Ներողություն, մարդ կա? Մի բան հարցնեմ, էլի այստեղ հեռուստացույցների գործարան պիտի բացվեր, տեղեկություններ ունեք դրա հետ կապված։ Հա, մի քիչ վերև, որտեղ պիտի նոր աշխատատեղեր բացվեին, հեռուստացույցներ արտադրվեին։ Բայց հիմա ես տեղյակ չեմ, բայց բացվել է։ Եր։ Ամեն պրեզիդենտ նստելուց բոլոր պրեզիդենտներն էլ գալու են դրա բացումն անում են, հետո հաջորդ օրը էլ չի աշխատում, էլի։ Հա, այդ հերթական այդ Ամեն պրեզիդենտով նստավ եկավ դրա բացումն արեց, բայց դա հələ ոչ մեկ չի աշխատե, ու ոչ մեկս էլ չենք իմանում։ Առաջինը մենք պետք է աշխատեինք, մենք պետք է սարքեինք շինարար տղա եմ ես։ Ես պետք է սարքեի այդ զավոդը, մի ամիտ սարքվավ, մի ամիտ վառվավ, էլի։ Այսպես էլ չիմացաք, որտեղ լվացքի մեքենա պիտի արտադրվեր, օդորակիչներ։ Ասում էին։ 70-ից Տենչա, չէ, միայն ասում են։ Ընտրություններից առաջ, հիմա էլ այշմիածինում ընտրություններ ելնելու, հեսա կարող այդ զավոդը էլի աշխատի մի ամիտ մի քանի րոպեով։